Տեղատոմս, որը վերաբերվում է 3 կարևոր հիվանդություններին՝ միզուղիների բորբոքման, լեղապարկի բորբոքման և լյարդի։ Բայց, սիրելիներս, ունեմ շատ կարևոր մի բան ձեզ ասելու, այնինչ որ ես դնում եմ հակացուցումները, ուղղակի շատ եմ խնդրում, ուշադրություն դարձնեք և ինչ որ հակացուցված է չանել դա։ Անպայման լսեք խորհուրդս, այս դեղատոմսը բաղադրությունը չի կարելի 18 տարեկան մինչև երեխաներին։ Ցանկացած հիվանդություն, եթե նույնիսկ իրենք ունեն, առանց ձեր բժշկի թույլտվության չեք անում։ Ինձ դժվար չի, զանգահարեք, ես էլ ձեզ կօգնեմ, բայց մինչև 18 արգելված է։ Դիաբետով հիվանդներին արգելված է, եթե դիաբետով հիվանդներ եք, կարող եք ինձ գրել, ես ձեզ կասեմ, թե դուք ոնց պատրաստեք այս բաղադրատոմսը, որպեսզի ձեզ նա օգուտ տա։ Հիմա այսպես։ Ալոյի տեսակները գիտեք շատ են, մենք վերցնում ենք այս տեսակը, որը ավելի բժշկության մեջ օգտագործվում է և գիտեք չէ, Հայաստանում մենք ունենք ալոյի ջերմոցներ, մաքրում ենք փուշերից, շատ մանր կտրատում ենք, շատ մանր, դուք կարող եք այսպես բացեք իրան, կարող եք ուղղակի կտրատում ենք, մանր, դնում ենք սպիրտի մեջ, սպիրտը կամ թթի օղի, որը պետք է լինի 40-ից 7, եթե թթի օղին ձեր մոտ տնական թթի օղի է, թթի օղին կարող է լինել 70-75 աստիճանի, բայց սովորական օղին, որը դուք խանութից եք վերցնելու, ինքը պետք է լինի 40-45, պետք է օղին լինի շատ լավը, որակապես, քանի որ ինքը ունի ազդեցություն։ Այս բաղադրատոմսը գաստրիտով հիվանդներին չի թույլատրվում, սիրելիներս, շատ եմ խնդրում ուշադրություն դարձնեք, երբեմն նայում եք, դնում եք, բայց այդպես չի, էլ ավելի շատ կարող եք մանրել, ես ուղղակի իրան հիմա տեղադրում եմ բաժակի մեջ, տեսեք, լցնելու եմ 200 գրածա չափաբաժինները գրում են, ալոյի հրաշքների մասին շատ գիտեք, մենք ունենք ալոյի պատրաստի հումքեր արդեն Հայաստանում, որը շատ օգտագործվում է կոսմետիկայում, բժշկության մեջ, առողջության համար, մազերի համար, շատ կարևոր է։ Հիմա այս բաղադրատոմսը, որ պատրաստեմ, խմելուց հետո անպայման ձեր անալիզները կնայեք, ձեր ինքնազգացողությունը պետք է լավանա։ Տեսեք, ալոյին մանրացնում ենք, ինչքան հնարավոր է, լցնում ենք տարայի մեջ, ինչպես ասեցի, ալոյին մանրացնելուց հետո մենք ավելացնելու ենք սպիրտը, սա առանցին պետք է մնա, 200 գրամները չափաբաժնով գրված է, փակում եք իրեն, թողնում եք, որ մնա 3 օր մութ անկյունում, անպայման պետք է 3 օր մնա, ընթացքում թափահարեք, հետո կասեմ ինչ պետք է անել, թողնում եք այսպես մնում է, հետո 3 օր հետո քամում եք իրան, եթե հնարավոր է մարլյայով, ցանցով անցկացրեք, լավ տրորեք, որպեսզի ալոյեն իր ամբողջ կարևորությունը տա սպիրտի։ Եվ մնացած շարունակությունը ինչ ենք անում, վերցնում եք կամ զեյթունի ձեթ, կամ վերցնում եք ավոկադո կամ սև թմին։ Հայաստանում սև թմին արտադրվում է, ես լոգոն կդնեմ, ումից կարող եք պատվիրել սև և սպիտակ թմինները սառը մզեցման։ Իմ ընկերներն են անում, արտակարգ օգնում է բժշկության մեջ, հանրապես շնորհակալ եմ իրանց, որովհետև շատ մեծ արդյունքներ ենք տալիս միասին։ Վերցնում ենք 200 միլիգրամ լցնում ենք, 200 միլիգրամ մաքուր մեղր, կլինի հայկական, կլինի այստեղի տարբերություն չկա, սիրելիներս, շատ կարևոր է մեղրի բաղադրությունը և եթե դուք մեղրին ծանոթ եք, մեղրը պետք է լինի ինքը 7-ից 10% խոնավությամբ, ավելացնելու եմ լիմոնը, գիտեք, միշտ ունեմ քամած լիմոնի հյութը, ես շատ եմ օգտագործում լիմոնի հյութը և շատ օգտակար է, միշտ ունեմ սառնարանում, լցնում եք, սա էլ խառնում եք, պետք է ստացվի միասեռ մասը, ամեն օր դուք պետք է փակվող տարայում դնեք, ինչի եմ այսպես արել, որ ձեզ տեսանելի լինի,
Այսպես պետք է ձուլեք իրան, լավ լուծվում է, 3 օր հետո մեր քամած ալոեն ավելացնելու ենք մասայի վրա, որովհետև հետո խմելու եք արդեն ըստ ձեր առողջության համար ինչքան է անհրաժեշտ։ Մոտեցման ձևը տարբեր է։ Տեսեք, մարդկա պետքա խմի 1 ճաշի գդալ, մարդկա պետքա խմի 1 սուրճի բաժակ։ Մանրամասները ըստ հիվանդության ներքևում նշվում են։ Ում ինչքան պրոֆիլակտիկ էլ կարող եք, այո, սա թույլատրվում է նույնիսկ պրոֆիլակտիկ խմելու օրգանիզմը մաքրելու համար։ Այնպես որ անպայման օրվա մեջ 3 օրը որ լինում է, դուք պետքա իրան միշտ խառնեք, միշտ պետքա խառնեք, թափահարեք, արդեն մեր սպիրտներ առանձին կլինի, հետո կավելացնեմ վրան, միշտ շատ հրաշք տղայի համար եմ պատրաստել, առողջ եղիր, ես միշտ պատրաստ եմ ձեզ օգնելու ու շնորհակալ եմ, որ ինձ վստահում եք, դիմում եք։ Մի փոքրիկ գաղտնիք էլ ասեմ ալոեի մասին։ Ուրեմն տեսեք, ես ալոեն մանրացնում ենք այս բաները, կողքերը, անկյունները եւ իրան խառնելու ենք, բլենդ ենք անելու, մի քիչ լիմոն, մի փոքրիկ էլ սուրճ ու կսում ենք դեմքին, արտական կօգնում է, այդ էլ մեջտեղում երեխեք ջան ձեզ օգնություն, լավ եղեք, առողջ եղեք։